Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում մայիսի 21-ին մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն տեղի ունեցավ։ Ավարտաճառեր ներկայացրել 3 ճեմարանական՝ Արմեն Սարգսակ Մկրտչյանը, Ալիք Սարգսակ Հարությունյանն ու Արսեն Սարգսակ Մարտիրոսյանը։ Արմեն Սարգսակ Մկրտչյանն եմ, այժմ ծառայում եմ Հարճավանքի Տրպաչյան ընծայարանում։ Նախորդիվ եղել եմ նաև գնդերից, ծառայել եմ եկեղեցում, Հրազդանի տարածաշրջանում, Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նախ ապա նաև Կեչարիսվանական համալիրում եւ ճեմարանը ընդունվելը անշուշտ եղել է իմ հոգևոր ծնողի, տեղի հոգևոր սպասավոր քահանայի միջնորդությամբ, Տեր Հարություն քահանայի եւ դրդումը այսպես է եղել, պարզ հետաքրքրությունից ելնելով ես ցանկացել եմ արդեն ավելի խորանալ եկեղեցական ուրեմն ծառայության մեջ, խորան բարձրացել եմ եւ ցանկացել եմ ավելի խորանալ եւ ավելի մեծ ծառայություն բերել Սուրբ եկեղեցուն եւ արդեն ճեմարանում ավելի հաստատվեցի, ավելի նվիրվեցի, ավելի հասկացա թե ուր եմ եկել եւ միանշանակ է եւ հստակ է ինձ մոտ այս տարիների ընթացքում, որ ես եկել եմ այնտեղը, ուր որ Աստված կամեցել է։ Ծեսը որպես քարոզչության միջոց, անդրադարձ Սուրբ Պատարագին։ Իր աշխատության մեջ Արմեն Սարգսակը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը։ Սուրբ Պատարագը ներկայացնում է քարոզչական ամբողջական մի մարմին իր հոգևոր երգեցողությամբ, շարականներով, սաղմոսներով, աղոթքներով եւ մեծ տեղ ենք հատկացրել նաեւ խորհրդաբանությանը, սիմվոլիզմին, այսպես ասենք, որը յուրաքանչյուր կետով, յուրաքանչյուր դրվագով իրենից ներկայացնում է քարոզ։ Արմեն Սարգսակն իր թեզը մշակել է այնպես, որ այն ապագայում հասանելի եւ հասկանալի լինի նաեւ պարզ հավատացյալին, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա կարողանա խորապես հասկանալ աղոթքի եւ շարականի ներազդեցությունն իր կյանքի վրա։ 44-օրյա պատերազմից եւ հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն առավել ագրեսիվ կերպով շրջանառում է Արցախի աղվանականացման կեղծ թեզը, որը վերածել է երկրի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասի։ Աղվանքի կաթողիկոսությունը որպես հայ առաքելական եկեղեցու նվիրապետություն առաջինից 10-րդ դարերում։ Ալիք Սարգսակ Հարությունյանն այս թեման ընտրել է հետաքրքրությունից ու դրա արդիականությունից ելնելով։ Սարգսակը համոզված է, որ աշխատությունն իր հիմնավորումներով պատմական տվյալների վերլուծությամբ հակազդեցություն է ադրբեջանական այն նարատիվներին, թե իբր Արցախը ուդիական ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական կառավարությունը մեծ ֆինանսավորում է տրամադրում ադրբեջանական պատմագիրներին, շատ երդավոր պատմագիրներին, որպեսզի Արցախի տարածքը ներկայացնեն որպես ադրբեջանական, իդեմս ուդիական։ Այսինքն ուդիները ներկայումս Աղվանքի հետնորդներից մեկն են համարվում, դե Աղվանքում եղել են շուրջ 26 եւ ավելի ազգեր, որոնցից մեկը հենց ուդիներն են։ Ներկայումս միակ քրիստոնյա ազգն են Ադրբեջանում, մի քանի հազարակազմում եւ հետեւաբար չեն կարող գերակշռություն կազմել այնտեղ։ Եվ ուդիական անվան ներքո փորձում են այդ տարածքները անջատել հայկականից, բայց լավ գիտեն, որ Արցախի ինքնին տիպիկ հայկական տարածքները, Արցախը ինչպես նաեւ ուտիկը, որտեղ է ծավալվել է հենց քրիստոնեության դարավոր ժառանգությունը հայկական, եւ այսօրվա մեր գլխավոր նպատակն է, որ ցույց տանք այդ տարածքները եղել են հայկական, թե եկեղեցական առումով, թե պատմական առումով եւ թե ընդհանուր մշակութային առումով։ Ալիք Սարգսակն իր ավարտաճառի շրջանակում անդրադարձել է հայ եւ օտարազգի պատմագիրների վկայություններին, հատկապես ուշադրություն հրավիրելով ուդիական աղվանական մատենագիրների աշխատությունների վրա։ Հատուկ տեղ է հատկացվել նաեւ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացուն եւ նրա Աղվանից աշխարհի պատմություն գրքին։ Կաղանկատվացու եւ մի շարք այլ պատմիչների վկայությունների հիման վրա Ալիք Սարգսակը փորձել է հերքել Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզերը։ Արսեն Սարգսակ Մարտիրոսյանի Թովմասի ավետարանը եւ կանոնական ավետարանները, ընդհանրություններ եւ հակադրություններ թեմայով մագիստրոսական թեզը ըստ ընդդիմախոսի գնահատականի արժանի է տպագրման։ Աշխատանքը արդիական եւ արժեքավոր է հատկապես այն տեսանկյունից, որ պարականոն գրականությունը հայ աստվածաբանական եւ գիտական շրջանակներում դեռևս քիչ ուսումնասիրված ոլորտ է։ Ուսումնասիրելով Թովմասի ավետարանը շատ ակնհայտ է երևում ավետարանի տարբերությունը մնացյալ 4 ավետարաններից Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես առաջին հերթին տարբերվում է
ավետարանի սկիզբը, եթե մնացած ավետարանները ներկայացնում են միտեղ Քրիստոսի ծնունդը, միտեղ ծագումնաբանությունը եւ այլն, ապա Թովմասի ավետարանը սկսվում է այն խոսքերով, որ սա գաղտնի ավետարան է եւ մենք հստակ տեսնում ենք գնոստիկյան ձեռագիր այս ավետարանում, որը որ մեր եկեղեցու մեջ ընդունվում է որպես հերետիկոսական ուղղություն, որպես աղանդ։ Եվ ավետարանը կարիք է ունեցել, որպեսզի ժամանակի ընթացքում ուսումնասիրվի եւ արդեն հստակորեն ներկայացվի մեր հանրությանը, որպես ոչ ընդունելի մեր եկեղեցու համար, սակայն դրանցից բացի այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է նաև նշենք, որ Թովմասի ավետարանը շատ կարևոր է ուսումնասիրության համար, այսինքն վաղ քրիստոնեական պատմությունը ուսումնասիրելու, բայց չի ընդունվում որպես աստվածաշունչ։ Երեքի բարակային առանձնահատկությունները կարող եմ ասել, որ ինքնադիպ էին, յուրաքանչյուրը փորձել էր որոշ արդիականացում տալ մեկ եւ նաեւ նորություն հաղորդել։ Եվ դա կարևոր է, այսինքն այն թեմաները, որոնք չեն շոշափվել, արդեն արդիական են եւ իրենց ուսումնասիրությունից ելնելով նորույթներ ունեն։ Աշխատությունները գնահատելիս հանձնախումբը հաշվի էր առել նաև թեմաների ընտրությունը, գիտական նյութի կառուցվածքն ու շարադրանքը, ինչպես նաև գիտական աշխատանքի լեզուն։ Հանձնախմբի միաձայն որոշմամբ 3 սարկավագներին շնորհվեց մագիստրոսական աստիճան։ Անուշ Առաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։